Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի և Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, ավանդույթի համաձայն շաբաթը սկսում ենք պարոն Նահապետյանի հետ, բարև ձեզ պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար և այսպես անցած շաբաթ որոշում կայացվեց, որ 2 տարով կալանավորել Սրբազանին, խնդրեմ, ինչու գնաց, միթե այդքան վախեցած է դրա համար, թե փորձում է վախի մթնոլորտ տարածել, ինչի մեջ է Նիկոլ Փաշինյանը, թվում էր, թե Մոլդովայի ընտրությունները պիտի հանգստացնեին իրեն, որովհետև այսօր արևմուտքը կարտ պլանշ է տվել բոլոր իր հպատակներին, մեր պարագայում արդեն Թուրքիան էր պլյուս Թուրքիան, որ ինչ գնով ուզում է պիտի մնաց իշխանության և ընտրություններն ինչ գնով ուզում եք պիտի հաղթարել, ինչու է այսպես վախեցած և ինչ կարող էր անել Սրբազանը, սա անշուշտ ազգային մեծ խայտառակություն է, նվաստացում, ստորացում է, բայց մենք դեռ շարունակում ենք այս ամեն ինչը կրել, խնդրեմ։ Հետաքրքիր է, որ դատավճիռը կարդալուց ուրիշ հոդված կարդացին։ Այո, այդ գիտեիք։ Պաշտոնական դիրքի չարաշահը։ Այո։ Այսինքն ինչ։ Հիմա ինչև է, փաստը Որտեվ իր դատավոր իրանից վախեցած է, ես այնտեղ նստած էի առաջին շարքում, սենց դողում է պարոն Նահապետյան, սենց դողալու, արագ ուզում ասի ու գնա, սենց այն որ բան է, ինձ հետ կապ չունի ես ամեն ինչ, սենց ասեմ ու փախչեմ։ Դե ասենք Սրբազանին դատելը եւ վճիռ կայացնելը ինքնին խոսում է իշխանության թուլության մասին։ Ընդ որում վախի գործիքը սովորաբար եւ դա կապ չունի քաղաքականության մեջ է, բիզնես ոլորտում է, թե միջանձնային հարաբերություններով։ Վախի գործիք օգտագործում են, երբ որ վտանգ են զգում, որ ինչ-որ բան կարող է կորցնել։ Եվ հետաբար, երբ Փաշինյանը վստահ լիներ իր ընտրած ճանապարհի ուղու ժողովրդի կողմից իրեն սատարելու վստահ լիներ, որ իր քաղաքականությունը ողջունում է ոչ միայն Հայաստանի ներսում, այլև իր դաշնակից երկրներում, որևիցե ձևով Փաշինյան Նիկոլը վախի գործիքը չէր օգտագործի։ Այդ վախի գործիքներից մեկը դատարանի որոշումներն է։ Եվ հետաբար այն ինչ որ ինքը կայացրեց, դա խոսում է մի իրողության մասին, որ Փաշինյանը փորձում է լռեցնել բոլոր անդիմախոսներին, հեղինակություն ունեցող անձանց, անկախ նրանից իրենք աշխարհական թե հոգևորական, որտեվ իր իշխանությունը լրջագույնս երերում է։ Եվ միակ բանը, որ ինքը մնացել է, մարդկանց նկատմամբ հետապնդումներ, բռնություններ, կալանավորումներ, դատավճիռներ եւ սպանություններ։ Այսինքն վախի գործիքն է։ Սա ինքնին իր թուլության մասին է խոսում, ոչ ուժի։ Նույնիսկ կենթանական աշխարհում, եթե զուգահեռ եմ, պատկերացեք, առյուծը, որը կենթանիների արքան է, երբեք որից է կենթանու նկատմամբ ի սկզբանե ժանի ցույց չի տալիս, ինքը վստահ է իր ուժի մասին, եւ բոլորն էլ դա ընդունում են։ Սովորաբար ժանիք են ցույց տալիս, մարտական դիրք են ընդունում են կենթանիները, որոնք փորձում են դիմացինի մեջ վախ մտցնել։ Հիմա Փաշինյանը այդ կենթանական բնազդներով ինքը հասկանում է, որ իշխանությունը բավականին թույլ է, եւ միակ բանը, որ մնացել է, վախն է։ Եվ եթե մարդիկ մեր երկրի մահերը, սպանությունները, ամեն ինչ կապում եք դրա հետ, որ առաջին հերթին վախը ինքը իշխանությունը բավականին երերում է։ Որտեղ վախենում էին Փարաքյալին տրված համայնքապետից, թե իր գործունեությունից էին վախենում, թե վախենում էին, որ ինքը եթե մնա, սա նախադեպ է ստեղծում, որ այո, կարող են այդպես ճակատային մտնել պայքարի մեջ, հաղթել, մնալ, շարունակել եւ սա կարող է նախադեպ դառնա, ասենք Էջմիածնի համար։ Վստահաբար այո, հաշվի առնելով, որ սպանված համայնքապետը մի համայնքում էր ղեկավար, որը սահմանակից էր Էջմիածին համայնքի, Վաղաշապատի գյուղերի։ Այսինքն մտերիմներ, ընկերներ, շփումներ, բարեկամներ, խնամիներ եւ բնականաբար այդ համայնքապետի խոսքը, իր ընկերների խոսքը էական կարող է լինել ընտրությունների ժամանակ, նոյեմբերի 16-ին Վաղաշապատում ընտրությունների ժամանակ։ Այո, սա ոնց եմ ասում, ինքը փորձում է առավելագույնս վախի մթնոլորտ մտցնել, այլ գործիք չի մնացել, այսինքն նույնիսկ ինքը անցավ վերջին կարմիր գիծը, ռեալ սպանությունը։ Ասեմ ինչու է կարևոր տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրությունները, սկզբունքորեն այդ մարմինների ղեկավարները երկրի արտաքին քաղաքականության վրա որևիցե ձևով չեն ազդելու։ Ընդհանրապես տեղում ինքնակառավարում է։ Բայց կարևորը, որտեղ դա նախադեպային եւ շղթայական ռեակցիա կարող է առաջացնել բոլոր համայնքներում։ Ընդ որում արդեն մենք ունենք Գյումրին, եւ շուտով եթե մենք ունեցանք Էջմիածին, բայց դուք տեսեք Գյումրիում էլ ինքը
ընտրված քաղաքապետի հասցեին ինչ ասեց։ Իդեպ ես Գյումրիում էի, հիմա մենք այսպես չստացի որ թեմաներից թռնենք եւ իրեն մեղադրում էր նրանում, որ ասել է միութենական, հա, գնա այսինչ միության մեջ մտնի, բայց շատ ճիշտ ասեց Վարդան Ղուկասյանը։ Բա դուք առավոտից իրիկուն ասում եք Եվրոպական միություն, չէ՞։ Այսինքն Եվրոպական միություն կարելի է, այլ միություն չի կարելի։ Ընդ որում ասեց, եթե դուք կարող եք, իմ հարցազրույցում էլ այսպես էլի արագ ճեպազրույց ունեցա, եթե դուք կարող եք գնացեք Եվրոմիություն, ոչ մեկ դեմ չի, բայց նաև այս միության մասին էլ կարելի է, չէ՞, խոսել քննարկել։ Ես երկու բան ասեմ, նախորդի միտքս հիմա այս բան պահեմ։ Օրինակ Եվրոպական միությունում վճռորոշ է այն երկրների որոշումները, որոնք ունեն բնակչության մեծ թվաքանակ, որտեղ ձայնի իրավունքը տրվում է բնակչության թվաքանակով երկրներին, համամասնությամբ։ Ընդհանուր Եվրամիության մեջ, ասենք, որ երկիրը որքան բնակչություն ունի, ընդհանուր բնակչության մեջ քանի տոկոսն է, այդքան տոկոսով այդ երկիրը ձայն ունի։ Ահա։ Ուրեմն Հայաստանը երբ որ տեսականորեն մտավ Եվրամիություն, բացարձակապես 1/100-ական ձայն ունի, ասենք, որից ձևով որոշումներ չի ասում։ Իսկ օրինակ այն միությունը, որտեղ Ռուսաստան, Բելարուսն է, այնտեղ յուրաքանչյուր պետություն ունի 1 ձայնի իրավունք, այսինքն 100%։ Հիմա ո՞րն է տարբերությունը ընկալենք, հա։ Հիմա նախորդ հարցին տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրությունները նորից եմ ասում, էականորեն արտաքին քաղաքականության վրա չի ազդում, բայց երկրում մեր երկրի քաղաքացիների վրա հոգեբանորեն մի վիճակ է ստեղծում, որ Փաշինյան Նիկոլին կարելի է հաղթել անգամ ընտրություններով։ Այո։ Իսկ սրա կարևորությունը երկու օր առաջ ցույց տվեց Վրաստանում հայտնի դեպքերը, չէ՞ որ այնտեղ էլ են, չէ՞, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Բայց այնտեղ իշխանության ազգային թևն է։ Հիմա ես խնդիրը նա չի, խնդիրը նա է, որ անդիմությունը եւ Եվրամիությունն է այդ ամեն ինչը կազմակերպել, որի վերաբերյալ Վրաստանի վարչապետը հրապարակավ ասեց, ուրեմն կարևոր է, որ եթե անգամ տեղական ինքնակառավարման մարմիններում ժողովուրդը հաղթում է, դա սկզբունքորեն մի հատ նոր իրավիճակ է ստեղծում, որտեղ համապետական մակարդակով ժողովուրդը կարող է կեցված դրսևորել երկրի ներկա իշխանություններին արագ օրինակ impeachment-ով, օրինակ անվստահություն հայտնելով Դրա մասին խոսենք, պարոն Ապետյան, բայց ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը, հիմա Գյումրի հետ կապված։ Ինքը այդ հասկանում է դա, որտեղ մենք բոլորս ասում ենք Գյումրիում, եթե ընդդիմությունը հաղթեց, սա հա, մեր հայրաքաղաքն է, չգիտեմ, շատ կարևոր է, երկրորդ մեծ ամենաքաղաքն է, հիմա սա տեղի է ունեցել։ Հիմա մենք շատ լավ էր, որ դա տեղի ունեցավ, բայց դա այսպես խթան հանդիսացավ, որ ինչ-որ պրոցեսներ գնան, չգիտեմ, ինչ-որ մի բան։ Հիմա էլ մենք ասում ենք էջմիածին է կարևոր։ Գիտեք, ես նորից եմ ասում, երբ որ մարդիկ տեսնում են, որ ընտրություններով կարելի է հաղթել, դա լավ այլ հոգեվիճակ է ստեղծում։ Այսինքն, ընդդիմադիր ուժերը կարող են կոնսոլիդացվել, ոչ թե յուրաքանչյուրը, որ ինքը լինի կուսակցություն կամ դաշինք անցնի, շեմը հավաքի եւ անցնի, այլ այսօր կոնսենսուս -1 պրոյեկտն է։ Այսինքն ընդդիմությունը կռիվ է տալիս, որ իշխանության տեխնացուն չդառնա ընտրվող։ Բայց հիմա տեսեք ինչ որ sense ուժեր են առաջացել են։ Գյումրիում այդ սկզբունքը աշխատեց, ճիշտ է։ Այո։ Ճիշտ դժվարությամբ, բայց չէ։ Մենք ներքին խանութը բավականին տիրապետում ենք, բայց աշխատեց։ Փաստը մնում է փաստ։ Իսկ էջմիածնում ես կարծում եմ էլի այդ մեխանիզմը աշխատելու, բայց ոչ այդքան դժվարություն։ Բայց Գյումրիում կար վառ անհատականություն։ Համաձայն եմ։ Կար մեծ հեղինակություն վայելող Վարդան Ղուկասյան։ Ես 3-4 քաղաքում եմ, այդ ակնհայտ այդ ժողովուրդը սիրում ընդունում է այդ կերպարին եւ շատերն ասում են, որ պետք չէ տեղական ընտրությունները համապետական ընտրությունների հետ համեմատել։ Գյումրիում միշտ է կարևոր։ Գյումրիում տեղի ունեցավ հաղթանակ ընդդիմության կողմից հանունով։ Վարդան Ղուկասյանը։ Ինքը հանունի խորհրդանիշը դարձավ։ Ոչ այդքան ընդդեմ Նիկոլի, ոչ այդքան ՔՊ-ի ներկայացի, այլ այդքան հանուն Վարդան Ղուկասյանի։ Իր հեղինակությունը բավական բարձր է։ Էջմիածնում հակառակն է լինելու։ Ոչ թե հանունի է լինելու, այլ ընդդեմ իշխանությանն է լինելու։ Կոնսոլիդացիան, քանի որ չկա վառ անհատականություն Չկա հանուն հայ առաքելական եկեղեցու։ Ես դեռևս անձերի մասն եմ խոսում։ Ընտրությունների ժամանակ անձերն են։ Էջմիածնում այդ անհատականությունը չկա, բայց կա ընդհանուր ֆոն իշխանության ներկայացի դեմ։ Եվ այդ ընդհանուր ֆոնը կոնկրետ խարսխված է երկու սյան վրա։ Սյուն առաջին
ԿՊ-ի տեխնացու Արգիշտի Մեխակյանը մի անձ է, որը սկզբունքորեն եւ մեծ հաշվով ուրացել է հոր գործին։ Այո։ Հայրը այն անհատականություններից էր, որը անուրանալի դեր ունեցավ մեր հայնիկի մի մասի ազատագրմանը եւ իր անունով մի ամբողջ շրջան էր մեխակավան նշվել։ Սա առաջին։ Իսկ Էջմիածնում ընդդիմադիր դաշտը սովորաբար իրենց եւ ներկայացուցիչներով եւ տեխնացուներով եւ այդ ցուցակում գտնող անձանցով իրենք Մեխակյանի, այսինքն Արգիշտի հոր գործի շարունակողներն են։ Այսինքն Արգիշտին ինքը ուրացողն է։ Լավ եք լսում Էջմիածնի։ Իսկ Վաղար շաբաթ համ։ Իսկ ընդդիմադիր տեխնացուները իրենց ցուցակով շատ-շատերը ազատամարտ առավելս որ Արցախյան ազատամարտում Էջմիածինը փայլուն կերպով դրսևորեց երկրորդ եզակի շրջանը, ճիշտ է։ Այո։ Եվ այս առումով Մեխակյանի գործի շարունակողները այսօր ընդդիմադիր դաշտն են։ Սա առաջին սյունն է, որի վրա ընդդիմությունը հենվում է։ Եվ երկրորդ սյունը կա։ Եկեղեցու պաշտպանություն վերջին հաշվով մեր սրբավայր եւ աթորանիստ քաղաքը Էջմիածինն է, Մայրաթորը գտնվում է Էջմիածնում։ Եվ Էջմիածնի հոգևորականների եւ վեհապար հայրապետի դեմ, Մայրաթորի դեմ իշխանության կողմից նախաձեռնած եւ սանձազերծած գործողություններին ընդդիմացել են ընդդիմության բոլոր այն միավորները, որոնք այսօր հայտ են ներկայացնում ընտրություններում իրենց տեխնացուն անցնելու։ Այսինքն կա երկրորդ կարևոր կոմպոնենտը, երկրորդ սյունը, որտեղ ընդդիմադիր դաշտ ասում է մենք եկեղեցու պաշտպաններն ենք, իսկ Արգիշտի Մեխակյանը եկեղեցու հակառակորդն է, որտեղ ինքը ԿՊ-ն ներկայացնում։ Ես կարծում եմ, որ ընդդիմության ամբողջ քարոզչությունը առաջին հերթին պիտի կառուցվի այս երկու սյան վրա, որտեղ ԿՊ-ն միանշանակ պարտված է։ Այնտեղ մի հատ ուրիշ բան էլ է խաղացնում ԿՊ-ն, գիտեք չէ, ինչ որ մեկին դրսից բերել է, գումարներ ունի, չգիտեմ ինչ ունի, էս տանետուն գնում է, ինչ որ բաներ է անում, ասի կարող է։ Դա էական չի, նորից եմ ասում, այսօր Էջմիածնում վաղաշաբաթում ընտրությունները լինելու է ընդդեմով, եթե Գյումրիում նորից եմ ասում, Վարդան Ղուկասյան հեղինակությունը որպես անհատականություն վառ, որը նաև կյանքով եւ ապրած տարիներով էր ցույց տվել Գյումրիում լինելով քաղաքապետ, падգամավոր եւ այլն, իր հանունի կոմպոնենտներ շատ ավելի որոշիչ մարդկանց ճիշտ ընտրություն կատարելու։ Էջմիածնում լինելու է ընդդեմով, ընդդեմ ԿՊ-ի, ընդդեմ Արգիշտի։ Եվ այդ ընդդեմ ունենալու է երկու ռեալ սյուն։ Մեխակյանի գործի շարունակողները ընդդիմությունն է, եկեղեցու, այո, որդին չի, ավելի խիստ բարեր որդու ասեն, չասեն, որ գործը ուրացող մարդուն գիտենք, հա, ինչպես են ասում։ Եվ երկրորդ եկեղեցու պաշտպանություն։ Եթե ընդդիմության քարոզությունը այս երկուսյան վրա է համատարած կառուցում, վստահաբար ընդդիմությունը հաղթանակած է դուրս գալիս։ Եվ եթե դրան էլ գումարեինք, որ սպանված համայնքապետը իսկապես հեղինակություններ ոչ միայն իր համայնքի գյուղերում, այլև Էջմիածնի եւ հարակից գյուղերում, այդ նշանակում էր, որ այս մարդուն չեզոքացնելու առաջին բուն նպատակը իրականում ոչ միայն վախի մթնոլորտ պոտենցիալ ուրեմն Էջմիածնում տեխնացուների, այլև որ այդ ռեսուրսը ընտրությունների ժամանակ չօգնի կոնկրետ Էջմիածնի իրենց հարևան գյուղի մարդկանց ճիշտ ընտրություն կատարելու։ Դուք եք չի համաձայն մարդը, եթե 21 թվականից հետո դեռ շարունակում է թիմակից մնալ, աջակցել, մի հատ էլ տեխնացու լինել ԿՊ-ին, սա արդեն ինչպես ժողովրդական խոսքերով ասեմ, դիագնոզ է։ Դե հիմա այս դեպքում Մեխակյանը, որ իբրև թե լավն է, չգիտեմ ինչ է, հիշում եք սիրելիներս, են որ ասում եք Գյումրիում Սարիկը, դե Սարիկը լավ տղա է, նա լավ տղան չգիտեմ այդ ինչ նկատի ունեիք, որ ասում եք Սարիկը լավ տղա է, տեսակ որ ԿՊ-ին եւ հետո գնացել է հարցազրույց ա տվել մի քանի օր առաջ, ասում է վատ բարքերը բերում են ռուսները, այսինքն այն աշճանի է ասել, որ հրահանգ ա տրված, ասում է գնա, մենակ թե գնա բազայի դեմ խոսի, միայն թե գնա Վարդան Ղուկասյանի դեմ խոսի, որտեղ Վարդան Ղուկասյանն ասել է, եթե դուք այդ միությունն եք ասում, ես էլ մեր անվտանգության տեսանկյունից ելնելով, այս միությունն եմ, իհարկե ճիշտ է ասում, իհարկե ինչ ասենք դու բանը կուրացել եք, չգիտեմ այդ գումարին կուրացած ողորմելի վիճակում, ասենք պատրաստ եք մեր անվտանգությունը ձեր երեխաներին թուրքի բերան տալու, այդ մարդը կոնկրետ ասում է պատմություն դուք գիտեք, Գյումրին ով է պահել, ինչ գնով է ռուս-թուրքական պատերազմը գիտեք, Ալեքսանդրապոլը ոնց է ստեղծվել, ինչ է արել, ով է ստեղծել, ով է շենացրել, ով է կառուցել, մի հատ գնացեք պտտեք, այդ մարդը դրա մասին է խոսում։ Իմիջիալից ֆիլմեր կա նայեցիք, դու տեսնեք, ասենք ինչ է արվել այդ քաղաքում։ Իդեպ Գյումրին ժամանակին երբ որ քաղաք է, պատրաստ է հրահանգը երևի իջելա, գնա Վարդան Ղուկասյանի դեմ խոսի, ասա վատ բարքեր են բերում, ասա չգիտեմ չէ։ Բայց որ թուրքերին պաշտպանում եք, դա ինչ բարքեր է։
Այսինքն մի կողմը թուրք է ուզում, մի կողմը իր անվտանգությունից ելնելով ասում է՝ «Պուջուր երկիր ենք թուրքի բերան, այս միությունն ենք ուզում, անվտանգություն ենք ուզում»։